Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի վերջո դառնալու է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։ Սրանք ոչ թե իշխանություն են, այլ խաբեությամբ նստել են իշխանական աթոռներին։ Սրանք 2018-ին խաբել ու մոլորեցրել են մեր 100 հազարավոր համերկրացիներին, խաբեբային ու ստախոս, բայց նաև անաստված ու նյութապաշտ։ Սրանց արած ամեն ինչը գալիս է անաստվածությունից, աստվածամերժությունից, իսկ նյութապաշտությունը դարձրել են իրենց հիմնական հավատամքը։ Արցախը հանձնելուց հետո հիմա էլ անցել են իրենց սև գործի շարունակությանը, որ որևէ հաջորդ իշխանություն այլևս երբևէ չկարողանա վերաբացել Արցախի էջը, բայց այդպես չի լինելու։ Վարչախումբը սխալվում է։ Հայոց տիտղոսն Աստված է տվել եւ հայկական բարձրավանդակում մեր ապրելու իրավունքն արձանագրված է 1920 թվականին Ազգերի լիգայի մեզ տված վճռով։ Ազգային իշխանության արկայության դեպքում սրանք բոլորը լուծելի հարցեր են եւ հենց դրանից են սարսափում թուրքերը։ Ոչնչացնել հայկական տարրն իր բնորանում, սա է մեթոդաբանությունը։ Մինչդեռ արժե հիշեցնել, որ ազգային ազատագրական պայքարը խորհրդային Հայաստանում սկսվել է դեռևս 1960-ականների երկրորդ կեսից, երբ ստեղծվեց ազգային միացյալ կուսակցությունը։ 1965-ին էլ Երևանում ցույցեր եղան։ Արցախյան խնդրի լուծմանը զուգահեռ 1980-ականների վերջին ժողովուրդը հասունացավ այնքան, որ սկսեց խոսել անկախացման մասին։ Անկախության հռչակագիրը հետո դարձավ սահմանադրության անկախտելի մասը, որում նշվեց նաև Հայաստանի եւ Արցախի վերամիավորման փաստը։ Ընդ որում հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված լուրջ քննարկումներ տեղի ունեցան, բայց զարմանալիորեն անգամ կոմունիստները մեկ մարդու պես պաշտպանեցին այն որպես դրույթ հռչակագրում ներառելու առաջարկը։ Գիտեք, այնպես ստացվեց Արցախյան շարժումը, մեր հաղթանակը, մեր պատերազմը, որ Ադրբեջանն էր սկսել, հետո եւ սովետականության քանդումը համընկան, եւ սովետականության քանդումը բերեց տնտեսական այնպեսի վիճակի, որ մարդկանց մի մեծ խումբ աղքատացավ, իրենց գիտակցության մեջ դա կապվել է դրա հետ, այսինքն եթե Արցախի շարժումը չլիներ, այդ պատերազմը մենք չէինք անկախանա, միշտ լավ կլիներ, հա, այդ հոգեբանորեն դա հասկանալի է եւ խաղարկվում է։ Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները մեր պետականության վերականգնման հայրերն են եւ նրանք, ովքեր դեռևս ողջ են, պարտավորություն ունեն կանխելու այն արհավիրքները, որոնք գալիս են մեր պետության ու ժողովրդի գլխին։ Պետրոս Առաքյալն իր երկրորդ թղթում ասում է, որ մարդը դառնում է նրա ծառան, ում պարտվում է։ Այս պատուհասի եւ ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի կապն այդտեղից է գալիս, չհաշված նրանց համակարգողները։ Այն ինչ պայմանավորվել են, փորձում են իրականացնել մինչև վերջ, այն է Հայաստանը դարձնել այնպիսին, որ ստիպված լինենք գաղութ դառնալու։ 90-ականներին էլ շատերը մոլորված էին եւ Ժիրայր Լիպարետյանի ու այլոց գլխավորությամբ պնդում էին, թե պետք է հրաժարվել ցեղասպանության պահանջատիրությունից։ Թուրքական ցեղախումբն իր էությամբ չի փոխվել ու չի էլ կարող փոխվել։ Մենք էլ չենք փոխվել, սկսած Հայկ Նահապետի ժամանակներից։ Մենք նույնիսկ մեր թշնամուն չենք ատում, միայն ասում ենք հեռու մնացեք մեզնից, մեր էությունն է այդպիսին։ Թուրքիան եւ Ադրբեջանը բռնազավթել են մեր տարածքները, դրանք պիտի վերադարձվեն։ Լավագույն տարբերակը կլիներ, եթե մենք մեր ուժերով դրանք վերադարձնեինք։ 44-օրյա պատերազմում օրինակ մենք կարող էինք պայքարը շարունակել, վերախմբավորումներ անել եւ քշել թշնամուն։ Հետագայում պիտի պարզվեր, որ ռուսների իմացությամբ այս սցենարը վաղուց էր գծվել։ Պարտությունից հետո գրեթե ոչինչ չի արվել, մեզ կերակրում են նրանով, թե իբր ինչ-որ զենքեր ենք ստացել։ Կարևորը սակայն դա չէ, այլ հոգեբանական տրամադրվածությունը։ 10 անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը նշված է կառավարության ծրագրում, որն ունի օրենքի կարգավիճակ եւ լուծարում է եւ ասում են, ով համաձայն չէ, թող դուրս գա հեղափոխություն անի, այսինքն մեր դեմ խաղ չկա, չեք կարող մեր դեմ դուրս գալ, մեր դեմ խաղ չկա։ Սրանից ավելի հակաժողովրդավար էություն ես չեմ պատկերացնում։ Հայաստանը նմանվում է արդեն Ադրբեջանին միայն մի տարբերությամբ, որ այնտեղի քաղաքացիները ամեն օր զարթնում են իրենց լավը զգալով, հաղթողի կարգավիճակով, մենք ամեն օր զարթնում ենք մեզ վատը զգալով, նսեմացված արժանապատվությունները ստորացված։ Սրանք վարում են հակապետական թշնամական քաղաքականություն։ Ամենավտանգավորը ներսի թշնամին է, վարչախմբի պարագլուխը։ Նրա հետ միասին իր հետ կառավարող փոքրիկ խմբակը։ Սակայն մեր պատմությունն ուսումնասիրելիս կարելի է պարզել, տարբեր փուլերում մենք շատ ավելի ծանր փորձությունների միջով ենք անցել եւ վերջին արդյունքում պատվով դուրս ենք եկել այդ փորձություններից, գալով հասնելով լուսավոր 21-րդ դար։ Իսկ սրանց իշխանազրկումից հետո սահմանները պիտի փակվեն, որ չհասցնեն ճողոպրել։ Մեր երկրում են դատվելու, մեր օրենքով ու մեր արդարադատությամբ։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։